Apple-ի, Facebook-ի, Google-ի եւ այլ ընկերությունների մոտ 16 միլիարդ մուտքանուն եւ գաղտնաբար արտահոսել է։ Բազայում թե հին, թե նոր տվյալներ են, տեղեկացնում է հեղինակավոր Forbes-ը հղում տալով Cyber News-ին, ըստ որի ամենայն հավանականությամբ տվյալները գողացվել են վնասակար ծրագրերի միջոցով, իսկ թե որոնք են դրանք, մասնագետը նշում է։ Հասարակ կայքից մինչև download արվող ինչ-որ սարքի մեջ նստեցվող ծրագիր կամ PDF ֆայլ, օրինակ ֆիշինգային լինքերը, որ տարածում են, մտեք, այս ինչ տվյալները լրացեք, կարող են նույն բանով լինքերը տարածել, որը պարունակում է ինչ-որ այդպես վնասակար ծրագիր, լինքով անցնելուց download անելուց հետո, որը մտնում է սարքի մեջ ու արդեն տվյալները փոխանցում է զեղծարարների սերվերներին։ Այն, որ 16 միլիարդի մեջ կարող են նաև հայ օգտատերեր լինել, բացառված չէ։ Իդեպ, եթե ցանկանում եք ստուգել ձեր էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսահամարը արտահոսքի որևէ բազայում կա թե ոչ, մասնագետը տեղեկացնում է Have I Been Found կայքի եւ Cyber News-ի ստուգման հարթակի մասին։ Եթե էլեկտրոնային հասցեն որևէ բազայում լինի, կայքում խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը, միացնել երկփուլային վավերացում, ինչը թույլ կտա նվազեցնել հաշվին տիրանալու ռիսկը։ Իսկ տվյալներն ունենալով հաքերները կարող են դրանք օգտագործել տարբեր նպատակներով։ Օրինակ գովազդային նպատակով, օրինակ ինքնության գողության նպատակով, օրինակ, չգիտեմ, հետո մտնեն փորձեն այդ մարդու ինքնությունը գողանան, ասենք ուրիշ հաշիվների տիրանան, ամեն նպատակով կարող օգտագործվի էլի։ Կարող է անձնական նամակագրությունների տիրանալ, մեյլերում կամ cloud-ներում տարբեր տիպի զգայուն ինֆորմացիա են պահում, կարող են այդ ինֆորմացիային տիրանալ, կարող են ֆինանսական ինֆորմացիայի տիրանալ, օրինակ բանկային ինչ-որ տվյալների տիրանալ, որտեղ հեռախոսում հետել ենք պահում բանկային տվյալները։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, գաղտնաբառերի մեծ քանակ գողանալիս սովորաբար հարթակներն են կոտրում։ Ըստ այդմ, արտահոսքերից որևէ մեկը պաշտպանված չէ։ Ինչ անել թիրախում չհայտնվելու համար, նշում է։ Գաղտնաբառը հերիք չի բարդ լինի, հա։ Գաղտնաբառը պետք է ունիկալ լինի, այսինքն դու պետք է ամեն տեղ ուրիշ գաղտնաբառ օգտագործես, որովհետև ոչ ոք պաշտպանված չի արտահոսքներից, այսինքն դու կարող ես օրինակ LinkedIn-ում գրանցվես եւ հակերները կոտրեն հենց LinkedIn-ը եւ այնտեղից գողանան հենց գաղտնաբառերը, որը դու ոչ մի տեղ չես կարող պաշտպանել, որովհետև դու չես կորուստի պատճառը, այլ ամբողջ հարթակը։ Իսկ ինչու է կարևոր, որ բոլոր հարթակների գաղտնաբառերը տարբերվեն։ Երբ որ նմանատիպ տվյալներ հրապարակվում են, շատ հակերային խմբեր միանգամից սկսում են փորձարկել շատ մի պարզ բան։ Քանի որ իրենք գիտեն, որ մարդկանց 10-ից 9 նույն գաղտնաբառն է ամեն տեղ օգտագործում կամ գոնե ինչ-որ հիմնական իր տեղերում, ռոբոտ են միացնում, որը ավտոմատ գնում է սկսում այս գաղտնաբառով այս մարդու տարբեր հաշիվները փորձի գրանցվել, մտնել։ Ու սովորաբար իրանց հաջողվում է, որտեղ մարդիկ չեն փոխում գաղտնաբառերը։ Այսօր մարդու տվյալների գրեթե 70%-ը թվային միջավայրում է պահված։ Այդ պատճառով մասնագետները նորից խորհուրդ են տալիս ուշադիր եւ զգույշ լինել խնդիրներից խուսափելու համար։ Լիանա Խաչատուրյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։